Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնիկ Թավքյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հորմուզից Սյունիք ճանապարհների նոր պատերազմը, Հորմուզը կդառնա երկրորդական աշխարհի համար։ Բաքուն նոր հայտարարություններ է անում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, խոստանալով ավելի արագ, էժան և պարզ փոխադրումներ դեպի Եվրոպա, ինչ է հայտարարել ադրբեջանցի պաշտոնյան։ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը 3+3 ձևաչափով հանդիպման համար, ինչ նպատակներ է հետապնդում Կրեմլը, Ռուսաստանը փորձում է արդյոք վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Պատգամավորական մանդատներն արդեն բաշխվում են, սակայն հետընտրական գործընթացը դեռ չի ավարտվել, ինչ միջնորդություն է պատրաստվում քննել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ջեֆրի Էփշտեյնի ստվերը ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում, ինչի համար է Վենսը մեղադրում Թել Ավիվին և ինչով է սպառնում։ Ընտրական գործընթացը մոտենում է ավարտին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է պատգամավորների մանդատները։ Հանձնաժողովը հրապարակել է նաև խորհրդարան անցած ուժերի այն թեկնածուների անունները, որոնք հրաժարվել են գնալ խորհրդարան։ Հայաստան դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել միայն ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ Ուժեղ Հայաստանից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը, Լիլիա Շուշանյանը, Արթուր Դանիելյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արշավիր Խաչատրյանը, Դավիթ Այվազյանը, Ռոբերտ Դիլբալյանը, Հովհաննես Եգանյանը, Սիմոն Բաբայանը։ Սակայն Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելու է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունը։ Նրա խոսքով նույն տրամաբանությամբ նման միջնորդություն նախկինում արդեն ներկայացվել և վերադարձվել էր, քանի որ հարցն այլևս կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության տիրույթում չէր։ Իրավունքի, իրականության, օբյեկտիվության հետ զրո առնչություն ունեցող հանգամանք պետք է լինի։ Ինքս ոչ միայն պարզապես Նարեկ Կարապետյանի գործընկերն եմ հանդիսանում, ոչ միայն Նարեկ Կարապետյանը առաջնորդում է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը, ոչ միայն միասին հանդիսանում են կուսակցության խորհրդի անդամներ, այլ նաև անձնապես ճանաչելով կարող եմ հստակ ասել, օբյեկտիվ իրականության մեջ չկա մի երևույթ, որը կարող էր հանդիսանալ անձի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանք քննարկելու։ Նարեկ Կարապետյանի դեպքում մենք գործ պետք է ունենանք բացառապես մեկ հանգամանքի հետ, քաղաքական հետապնդում, քաղաքական պատվեր, վրեժխնդրություն նման ոչ իրավական կատեգորիաների հետ։ Իսկ քաղաքացիական պայմանագրից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 27 պատգամավորության թեկնածու։ Մեծամասնությունը նախարարներ, մարզպետներ ու վարչական շրջանների ղեկավարներ։ ՔՊԻ-ից մանդատից հրաժարված թեկնածուներն են Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Անահիտ Ավանեսյան, Սուրեն Պապիկյան, Գևորգ Պապոյան, Սրփուհի Գալյան, Արսեն Թորոսյան, Ալեն Սիմոնյան, Լիլիթ Մակունց, Դավիթ Խուդակյան, Ռոմանոս Պետրոսյան, Արեն Մկրտչյան, Գնել Սանոսյան, Տիգրան Ավինյան, Մխիթար Հայրապետյան, Միլադա Հովհաննիսյան, Սերգեյ Մովսիսյան, Հայկ Ղալումյան, Վաղարշակ Հակոբյան, Վահե Հովհաննիսյան, Համբարձում Մաթևոսյան, Վահրամ Խաչատրյան, Տավրոս Սափեյան, Դավիթ Արուշանյան, Կարեն Սարգսյան, Վահագն Արսենյան, Սեթրակ Թևոնյան։ Մեղադրանք են առաջադրել նաև Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ուժեղ Հայաստանի պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, թե Ասլանյանը պաշտոնեական կեղծիք է կատարել, որի պատճառով համայնքին պատճառել է 24 միլիոն 890 հազար դրամի գույքային վնաս։ Հանրային քրեական հետապնդում են հարուցել նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի նկատմամբ։ Դատախազությունն Արեյանին մեղադրում է Երևանում հատուկ պահպանվող կանաչ տարածքների օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հիշեցնեմ, որ Կամո Արեյանը մոտ 30 տարի է աշխատում է Երևանի քաղաքապետարանում։
Հարավային Կովկասում ազդեցության համար մրցակցությունը նոր փուլ է մտնում։ Ռուսաստանը հայտարարել է, որ 3+3 ձևաչափով հանդիպումը կազմակերպելու համար սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը։ Ինչու է այս նախաձեռնությունը կրկին օրակարգ վերադարձել և ինչ կարող է այն նշանակել Հայաստանի համար տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական պայմանում, ռեպորտաժում։ Ռուսաստանը փորձում է կրկին ակտիվացնել 3+3 տարածաշրջանային ձևաչափը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան սպասում է, թե երբ Երևանն ու Բաքուն կհամաձայնեցնեն հաջորդ նախարարական հանդիպման ժամկետն ու վայրը։ Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Թուրքիայում։ Այն ժամանակ կողմերը համաձայնել էին, որ հաջորդ նիստը կարող է անցկացվել Երևանում կամ Բաքվում։ Սակայն դրանից հետո առաջնային դարձան հայ-ադրբեջանական բանակցությունները, սահմանազատման գործընթացը եւ միջազգային այլ դերակատարների ակտիվացումը։ 3+3 ձևաչափը դուրս մնաց քաղաքական օրակարգից։ Այժմ քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ Մոսկվան փորձում է ոչ միայն վերագործարկել հարթակը, այլև պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ռուսաստանը կարծես թե փորձում է առաջիկա հնարավոր զարգացումներին ընդառաջ որոշակիորեն ապահովագրվել Կովկասում մարտահրավերների նոր ալիք ունենալու վտանգից։ Պադալյանի խոսքով Ռուսաստանի այս ակտիվությունը պետք է դիտարկել նաև Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Նրա գնահատմամբ Մոսկվայի համար կարևոր է, որ Հարավային Կովկասը չվերածվի նոր լարվածության օջախի։ Միաժամանակ Ռուսաստանի համար առանցքային հարցն այն է, թե որքանով կպահպանվի իր ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում։ Մարտահրավեր դա կարող է լինել, եթե այդ process-ին Ռուսաստանը լինի առհասարակ անմասն, բայց ես չեմ կարծում, որ այդ process-ին Ռուսաստանն անմասն է, եւ դրա վկայությունն այն է, որ օրինակ հենց Մոսկվան կարողացավ Բաքվի հետ պայմանավորվածությունների շնորհիվ գործարկել երկաթուղային անցումը Ադրբեջան, Վրաստան, Հայաստան տրամաբանությամբ։ Սակայն Հայաստանի համար 3+3 ձևաչափի շուրջ գնահատականները միանշանակ չեն։ Մի մասը այն դիտարկում է որպես տարածաշրջանային երկխոսության հարթակ, մյուսները որպես մեծ խաղացողների մրցակցության ևս մեկ հարթություն։ Վերջին շրջանում Մոսկվայի ներգրավվածությունը Հարավային Կովկասի պետությունների գործերին եւ այստեղ իր ազդեցությունը պատմական մաքսիմումին է գրեթե հասնում եւ սա բնականաբար մտահոգում է Մոսկվայի համար սա թե անվտանգային թե ռազմավարական ձախողում կարելի է համարել։ 3+3 ձևաչափին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Վրաստանը շարունակում է չմասնակցել Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների պատճառով։ Պողոսյանի խոսքով Հայաստանի համար առանցքային հարցը ոչ միայն մասնակցելն է, այլև սեփական շահերը պաշտպանելը նման ձևաչափում։ Նրա գնահատմամբ վտանգ կա, որ Երևանը կարող է հայտնվել ավելի նեղ տարածաշրջանային օրակարգում։ Մարտահրավերների իմաստով այս ձևաչափը, այսպես ասենք, Հայաստանին կարող է որոշակիորեն կտրել իր առավել գլոբալ արտաքին քաղաքական միջավայրից եւ բերել ռեգիոնալ քաղաքական միջավայր։ Ինչքանով է սա կամ ինչքանով են Հայաստանի Հանրապետության իշխանությունները ի վիճակի կառավարել այնպիսի ռիսկեր, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանի դոմինանտ կողմերից, սա արդեն քննարկման այլ նյութ է։ Փորձագետների գնահատմամբ 3+3-ը դեռևս ավելի շատ քաղաքական քննարկումների հարթակ է, քան գործնական համագործակցության մեխանիզմ։ Սակայն Մոսկվայի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը փորձում է այն կրկին դարձնել Հարավային Կովկասի կարևոր բանակցային հարթակ։ Իսկ Ալիևը կրկին խոսում է Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ։ Ալիևը շեշտել է, թե պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Ըստ նրա, Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին եւ դրական արձագանք ստացավ։ Սակայն խաղաղության խոսույթը զուգորդվում է նոր հավակնություններով ու անընդունելի տերմինաբանությամբ։ Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Կուրբանովը Թրամփի երթուղին կրկին անվանելով Զանգեզուրի միջանցք հայտարարել է, որ գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը եւ սահմանային անցումների քանակը կկրճատվի։ Նա նշել է, որ միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը կլինի սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումը եւ թվայնացումը երթուղու երկայնքով եւ այլ տրանսպորտային երթուղիներում օգտագործվող նորարարական լուծումների ինտեգրումը։
Զուգահեռ աշխարհի ամենակարևոր էներգետիկ ճանապարհներից մեկի Հորմուզի նեղուցի ապագան հայտնվել է նոր քննարկումների կենտրոնում։ Վաշինգտոնը հայտարարում է, որ աշխատում է այն շրջանցող նոր տնտեսական եւ տրանսպորտային համակարգի վրա, որտեղ առանցքային դեր կարող է ունենալ նաեւ Սյունիքը։ Միաժամանակ Իրանը զգուշացնում է Հայաստանին չվստահել ամերիկյան խոստումներին։ Ինչպես է տարածաշրջանի ճանապարհների շուրջ մրցակցությունը վերածվում ազդեցության նոր պայքարի եւ ինչ տեղ է այդ քարտեզում զբաղեցնում Հայաստանը, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հորմուզի նեղուցն աշխարհի ամենակարևոր էներգետիկ ճանապարհներից մեկը, Միացյալ Նահանգներն ուզում է դարձնել երկրորդական։ Միացյալ Նահանգների, Սիրիայի եւ Իրաքի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքի խոսքով, Վաշինգտոնը տարածաշրջանի մի շարք երկրների հետ քննարկում է նոր տնտեսական եւ տրանսպորտային համակարգ։ Այս նախագիծը 2 տարվա ընթացքում Հորմուզի նեղուցը կդարձնի երկրորդական նշանակության։ Այդ քարտեզում առանցքային դեր ունի միջին միջանցքը, որը Թուրքիան Ադրբեջանի եւ Կասպից ծովի միջոցով կապում է Կենտրոնական Ասիային։ Սակայն փորձագետների գնահատմամբ խոսքը միայն ճանապարհների մասին չէ։ Փակագից վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանի խոսքով Հորմուզի շրջանցումը նաեւ ազդեցության գոտիների վերաբաշխման ծրագիր է։ Կոնկրետ այդ ծրագիրը ինքը հայտարարում է Իրանի դեմ եւ Իրանի տնտեսական, քաղաքական, ռազմական լծակների չեզոքացում։ Այս համատեքստում քննարկվում է նաև Սյունիքով անցնող TRIP նախագիծը, որը կարող է Հայաստանը ներառել նոր տրանսպորտային համակարգում։ Բայց եթե Վաշինգտոնը դա ներկայացնում է որպես տնտեսական գործակցության նախագիծ, ապա Թեհրանում այն դիտարկում են որպես անվտանգության մարտահրավեր։ Օրեր առաջ Թեհրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Հադատ Ադելը ABC մեդիայի հարցին պատասխանելիս կոչ էր արել չվստահել Միացյալ Նահանգների խոստումներին։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը մեզ վստահեցրել է, որ այս պրոյեկտը մեր շահերի դեմ չէ։ Հուսանք այդպես է, բայց խորհուրդ ենք տալիս հայ ժողովրդին եւ իշխանությանը չխաբվել ԱՄՆ-ի խոստումներին։ Տեսակ ինչ պատահեց արաբական պետությունների հետ պատերազմի ընթացքում, պետք է դաս քաղել։ Ամերիկացիները երբ ներկա են լինում մեր հարևան երկրներում, իրենց հիմնական նպատակը Իրանին հարվածելն է լինում։ Հուսանք այդ դեպքում նման բան մեր երկրի հետ չի կատարվի։ Ադելի հայտարարությունը հնչում է այն պահին, երբ Միացյալ Նահանգները փորձում է վերաձևել տարածաշրջանի տնտեսական քարտեզը Իրանը շրջանցող նոր երթուղիներով։ Այս պայմաններում Հայաստանի համար գլխավոր հարցը մեկն է՝ ինչպես մասնակցել նախագծին առանց վնասելու հայ-իրանական հարաբերությունները։ Կարող ենք այնպես անել, որ այս միջանցքը, որ պիտի անցնի Հայաստանով, լինի Հայաստանի սուվերեն տարածք, լինի մաքսակետ եւ չլինի որևէ մեր հարևաններից մեկին սպառնալիք։ Մենք այդ առումով կարող ենք այս փաստերը արձանագրելով եւ որպես օրակարգ հետևելով նաեւ մասնակցենք այդ ծրագրին։ Փորձագետի գնահատմամբ Հայաստանը դժվար թե հրաժարվի TRIP-ից, սակայն կարող է փորձել ժամանակ շահել եւ ձգձգել նախագծի իրականացումը։ Մենք պիտի կարողանանք նաեւ բալանսը պահպանենք ստեղ, ինչքան էլ որ հայտարարությունը Միացյալ Նահանգների կողմից է, բայց մենք ունենք լծակներ իրավական տեսանկյունից։ Մենք կարող է չմերժենք TRIP-ի կառուցումը, բայց կարող ենք ձգձգենք TRIP-ի կառուցումը։ Շրջակա միջավայրերի խիստ ուսումնասիրություններ իրականացնենք, որտեղ հենց արևմուտքի ստանդարտներից է բխում այդ ամեն ինչը, որ միանգամից չենք կարող այդ ամեն ինչը անենք։ Այդ միջոցներով կարող ենք ինչ որտեղ ձգձգենք, որը կարողանանք նաև այդ հյուսիս-հարավը կապենք մենք Հայաստանին։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Վաշինգտոնի աջակցությամբ արդեն աշնանը նախատեսվում է սկսել Սյունիքով անցնող ճանապարհի շինարարությունը։ Փակագից վերլուծական հարթակը գրում է. Հորմուզի նեղուցի շրջանցման ամերիկյան ռազմավարությունը Սյունիքը դնում է գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոնում։ Հայաստանի հույսերը, թե այս գործընթացները կարելի է կանգնեցնել կամ դադարեցնել, պատրանք են։ Եվ այս ֆոնին պատահական չէ, որ Բաքուն Երևանին սահմանադրական փոփոխությունների վերջնագիր է ներկայացնում, արագացնելով ճանապարհային նախագծերի շուրջ բանակցությունները։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Միջնորդները Վաշինգտոնին եւ Թեհրանին ներկայացրել են հրադադարի առաջարկ։ Axios-ը գրել է, որ Քաթարը, Եգիպտոսը, Պակիստանը եւ այլ տարածաշրջանային միջնորդներ ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ։ Ըստ լրատվամիջոցի այն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, վերսկսել Հորմուզի նեղուցով երթևեկությունը եւ հնարավորություն տալ Վաշինգտոնին ու Թեհրանին փրկել փոխըմբռնման հուշագիրը։ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն վերանայում է առաջարկը։ Այս ֆոնին Սպիտակ տունը կոչ է Իսրայելին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խոչընդոտել դիվանագիտակարգավորումը։ Սակայն Իսրայելը ԱՄՆ-ից ստանում է ոչ միայն կոչեր, այլև զգուշացումներ ու մեղադրանքներ։ ԱՄՆ փոխնախագահի աննախադեպ մեղադրանքները նոր քննարկումների առիթ են դարձել Վաշինգտոնում։ ԱՄՆ փոխնախագահի կոշտ հայտարարությունները նոր ճեղքեր են բացում Վաշինգտոն-Թել Ավիվ հարաբերություններում։ J.D. Vance-ը մեղադրում է Իսրայելին ԱՄՆ-Իրան բանակցությունները խոչընդոտելու եւ ամերիկյան քաղաքական որոշումների վրա ազդեցություն գործադրելու փորձերի համար։ Միաժամանակ քննարկումների կենտրոնում են հայտնվել իսրայելական լոբինգի ազդեցությունն ու Ջեֆրի Էփշտեյնի գործի շուրջ նոր մեղադրանքները։ Ինչ է փոխվում ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում եւ ինչու է Էփշտեյնի գործը հայտնվել այս ամենի մեջտեղում, ռեպորտաժում։ Պատերազմ իսրայելական լոբինգի դեմ, թե ԱՄՆ-Իսրայել ներքին կոնֆլիկտի հերթական փուլը։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը մեղադրում է Իսրայելին, Թել Ավիվը խանգարում է ԱՄՆ-Իրան բանակցություններին։ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձել են ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա, որպեսզի մարդիկ դեմարտահայտվեն ԱՄՆ-ի Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնությանը, քանի որ նրանք ցանկանում են շարունակել ռազմական արշավը։ Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարություններից հետո ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է իսրայելական լոբինգի գործունեությունը։ Փորձագետների խոսքով վերջին ամիսներին Վաշինգտոնում ակտիվացել են Իսրայելի շահերը ներկայացնող կազմակերպությունները, փորձելով ազդել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական որոշումների վրա, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունների հարցում։ Սակայն սա նրանց գործունեության ընդհանրապես մեկ ուղղությունն է։ Կոնկրետ J.D. Vance-ի դեմ ուղղված լոբինգն է, որտեղ փորձում են չեղարկել J.D. Vance-ի կատարած գործերը տարածաշրջանում գոնե ստատուս քվոն պահպանելու եւ ճակերտավոր, ասենք, խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որովհետեւ դրանից հետո տարածաշրջանում ավելի ծանրանալու է Իսրայելի վիճակը։ ԱՄՆ-ում գործող ամենաազդեցիկ պրոիսրայելական լոբիստական կազմակերպություններից մեկը AIPAC-ը դեռ 2025 թվականից աշխատում է Իրանի նկատմամբ տնտեսական եւ քաղաքական ճնշումների ուժեղացմանը միտված նախաձեռնության վրա։ Կիրառել սանկցիաներ բոլոր կազմակերպությունների, ընկերությունների եւ պետությունների դեմ, որոնք համագործակցում են Իրանի հետ, օրինակ նավթ են գնում։ Չնայած Միացյալ Նահանգներն Իսրայելին տարեկան մոտ 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում, վերջին շրջանում կոնգրեսի դեմոկրատները նախաձեռնել են այդ օգնության ծավալի կրճատման գործընթաց։ Ըստ Իրանագետի, այն փաստը, որ նախաձեռնությունը զգալի աջակցություն է ստացել հենց դեմոկրատների շրջանում, վկայում է, որ Վաշինգտոնում տարիներ շարունակ գոյություն ունեցած անվերապահ իսրայելամետ կոնսենսուսն այլևս նույն ուժը չունի։ Իսրայելին հատկացվող ռազմական օգնությունը ոչ թե գնա երկրի, ասենք Ամերիկայի բյուջեից, այլ կցվի Պենտագոնի բյուջեին եւ համարվի Պենտագոնի ներքին ծախսեր եւ դաշնակիցների օգնության հարցով։ Իսրայելը փորձում է դա այդպես անելով զրկի մյուս սենատորներին եւ կոնգրեսականներին Իսրայելի դեմ ինչ-որ նման քայլեր ձեռնարկելու համար։ Թել Ավիվը շահագրգռված է, որ կոնգրեսում ավելի շատ օրենսդիրներ աջակցեն իսրայելամետ նախաձեռնություններին եւ այդ նպատակով էլ ակտիվորեն աշխատում են լոբիստական կազմակերպությունները։ Ֆինանսական աջակցություն են տրամադրում լրիվ թափանցիկ նկատի ունեն օրենքների լոբիզմի մասին Միացյալ Նահանգներում եւ աջակցում են պրոիսրայելական տեխնացուն, որին անցնի պրայմերիս եւ ապագայում սենատում ներկայացնի Միչիգանը եւ բարձր ապագայում աջակցի տարբեր օրակարգներին, որը միայն Իսրայելը փորձի առաջ մղի կոնգրեսում։ Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջև տարաձայնությունները նոր երևույթ չեն, սակայն այս անգամ դրանց կենտրոնում հայտնվել է ոչ միայն Իրանի շուրջ քաղաքականությունը, այլև Ամերիկայի ամենամութ քրեական պատմություններից մեկը՝ Ջեֆրի Էփշտեյնի գործը։
Ըստ Վենսի, Էփշտեյնը կապեր է ունեցել իսրայելական հետախուզության բարձրագույն օղակների հետ։ Փոխնախագահն առանձնացրել է լուսաբանվող մի տեսություն, ըստ որի ֆինանսիստը եղել է հրյա միլիարդատեր բարերար Les Vex-ների հարկային խորհրդատուն։ Առաքելյանի խոսքով Վենսի հայտարարությունները ցույց են տալիս, որ Թրամփի վարչակազմը փորձում է հստակ սահմանազատել ամերիկյան եւ իսրայելական շահերը։ Նրա գնահատմամբ Վաշինգտոնը չի ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում նոր լայնածավալ պատերազմի մեջ, որը կարող է սպառել ԱՄՆ-ի ռազմական եւ ֆինանսական ռեսուրսները։ Սա նաև մի քիչ լուրջ բախում է Իսրայել-Ամերիկա, ասենք ներքաղաքական այս որպես դաշնակցային հարաբերություններ։ Ամեն դեպքում այնպես չէ, որ Իսրայել կամ Միացյալ Նահանգները ամբողջությամբ խզվելու իրենց հարաբերությունները, դա մի քիչ դուրս է տրամաբանությունից, բայց կարող է, ասենք, ինչ-որ շարժ առաջացնի, ինչ-որ բախումներ առաջացնի, որի արդյունքում նաև կարող ենք մենք ականատես ելնենք, որ կոնգրեսը հաստատի ամբողջությամբ երկուսակցական քվեարկությամբ, օրինակ Իսրայելին զրկեն տարեկան օգնություններից։ Թե որքան հեռուն կգնան Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջև ի հայտ եկած տարաձայնությունները դեռ պարզ չէ, բայց ըստ փորձագետների ակնհայտ է, որ Իրանի հարցն արդեն դարձել է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ԱՄՆ ներքաղաքական պայքարի առանցքային թեման, բացահայտելով նաեւ ազդեցության տարբեր կենտրոնների մրցակցությունը։ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը սկսել է ձևավորել կառավարությունը։ Ջոն Հիլին, որը մեկ ամիս առաջ հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից, բանակի եւ նավատորմի թերֆինանսավորման դեմ բողոքի ֆոնին նշանակվել է ֆինանսների նախարար։ Էդ Միլիբանդը, որը 2010-ից 15 թվականներին եղել է լեյբորիստական կուսակցության առաջնորդը, նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Շաբանա Մահմուդը կմնա ներքին գործերի նախարարի պաշտոնում, որը նա զբաղեց 2025 թվականից։ Արտաքին գործերի նախկին նախարար Իվետ Քուփերը նշանակվել է առողջապահության նախարար։ Առողջապահության նախկին նախարար Ուես Թրիթինգը նշանակվել է պաշտպանության նախարար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեծ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։